Աշխարհի երեսին գիտես քանի հակամարտություն կա, շատ, չես կարող հաշվել։ Ու չես կարող հաշվել այն հակամարտությունների թիվը, որոնք ունեն 100-ամյակների պատմություն։ Դարերով հակամարտությունները չեն լուծվում։ Մերթ ընդ մերթ ակտիվանում է, պասիվանում է, բայց այդ երկրներում մեկը չի գալիս ղեկավար, որ ասի դե լավ, որ այսքան ժամանակ չի լուծվել, հանձն է մեթայելի։ Ինչ հետաքրքիր է, ընդամենը 1 տարի վարչապետ աշխատող մարդը, որը ստանում է բանակցային փաթեթ, ինչու է որոշում, որ պետք է բանակցությունների էջը փակի, Արցախի էջը փակի, հանձնի գնա։ Այդ դու ինչի որոշեցիր, որ պետք է 2 տարում լուծես բավականին բարդ հակամարտությունը ու լուծես քո ձևով։ Խորհրդանում քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ 4 տարի թոշակ չեն բարձրացել, ասում են չենք կարողանում, բարդ է, դժվար է։ Այսինքն թոշակի բարձրացումը ընդամենը 1 որոշման հարց է։ Պետք է Փաշինյանը մի հատ որոշում կայացնի, ասում է չեմ կարողանում, բարդ է։ 8 տարի թոշակառուի հարցը չես կարողացել լուծել, որը մի հատ պարզ հարց է, բայց ինչ ես որոշել, որ բազմաշերտ Ղարաբաղյան հարցը պետք է լուծես 2 տարում։ Նիկոլը գնում է գյուղ, ասում է չեմ կարող ձեր գյուղի խնդիրները լուծել, համարակալեք 3 խնդիր, գոնե այդ 3-ը լուծեմ։ Համարակալում են, տալիս են, դա էլ չի լուծում։ 8 տարի իշխանության ես 1 գյուղի հարց չես կարողացել լուծել։ Հայաստանում 900 հատ գյուղ կա։ Մեկի խնդիրը չես կարողացել լուծել 8 տարում, ինչի որոշեցիր, որ ամբողջ Արցախի հարցը ավելի քան 200 գյուղով պետք է լուծես։